Շուրջ 2 ամիս տևած տեխնիկական, ստեղծագործականը քիչ ավելի շատ տևած աշխատանքի արդյունքը մենք բոլորս կտեսնենք սեպտեմբեր 21-ին, այն շատ հետաքրքիր ծրագիր է, իր ամբողջության մեջ դա հայոց պատմությունն է, սկզբից մինչ մեր օրերը, որը դասական երաժշտության ներքո է ընթանալու տարբեր հայ հեղինակներից, դասական ստեղծագործող հայ հեղինակներից ընտրված հատվածներ են, որոնք կարծում եմ, որ շատ ազդեցիկ ու տպավորիչ է լինելու, որտեղ համահունչ է նաև ուրեմն տեսանյութերի հետ, իսկ տեսանյութերի մի մասը նաև եռաչափ է, մենք ունենք մի քանի էկրաններ, որոնցից երկուսը ջրային են, երրորդն էլ է ջրային, բայց մի քիչ այլ տեսակի, եւ ունենք եռաչափ դրվագներ, որոնք ուրեմն մեր կառավարության, ինչպես նաև արտգործնախարարության շենքերի վրա է լինելու, այդտեղ նույնպես սյուժետային զարգացմամբ նյութերն են եւ մեծ տոն 1 ժամ 20 րոպե Սա բացառապես սեպտեմբեր 21-ի անկախության համար նախատեսված է, բայց կան որոշ սարքավորումներ, որոշ ուրեմն ջրային էֆեկտներ, պրոյեկտորներ, որոնք նախատեսված են այդուհետ նույնպես ցուցադրման համար եւ միաժամանակ մինչեւ հոկտեմբերի կեսերը մենք կունենանք գրեթե ամեն օր այստեղ մի քիչ այլ տեսակի երեկո, ինչպես սովորաբար եղել է շատրվանների, ուղղակի շատ ավելի հետաքրքիր է։ Օպերայում այդ օրինակ մի բան եղել է Գոհարի հետ կապված, տարբերություններ անշուշտ կան, պիտի նկատի ունենանք, որ այստեղ սյուժետային գիծ կա, պատմողական ասելիք, բովանդակություն,